Ինչի են բոլորը մեզ խանգարում, երբ որ մենք հղի ենք ու երեխա ենք սպասում։ Չեն հիշում իրանց այդ ժամանակ։ Հորմոնները մեզ գժվացնում են, մարմնի քաշը ավելանում է, մենք մեզ հայլու մեջ նայելուց համարյա չենք ճանաչում։ Ու հələ մի հատ էլ իրանց կողքից խորհուրդները։ Ու խորհուրդներ են տալիս ամեն ինչի վերաբերյալ։ Ինչ ուտես, երբ ուտես, որը որից հետո, մաշկդ ոնց խնամես, երբ քնես, երբ արթնանաս, որ կողքի վրա։ Իրականում հղիության ընթացքում մեզ պետք է հանգիստ ժամանակ։ Մենք պետք է սովորենք ինքներս մեզ լսել։ Ինքներս պետք է զգանք, թե երբ ունենք ուտելու ցանկություն ու ուտենք այդ ժամանակ, երբ ունենք քնելու ցանկություն ու եթե ունենք հնարավորություն քնենք։ Երկրորդ կարևոր բանը այդ վստահելի բժշկի ընտրությունն է։ Ես օրինակ ընտրել էի բժիշկ, ով որ ամեն մի փոքր բանից ինձ անիմաստ պանիկայի մեջ չէր գցում, որովհետև 1000 հոգու խորհուրդներից կեսից ավելին չգիտես ինչի վախացնող են միշտ լինում։ Ու իմ համար շատ կարևոր էր, որ ես իմ բժիշկից կարայի ճշտեի ու ես հավատում էի իր պատասխաններին։ Միջև հղիանալը մենք ունենք ահավոր շատ պատկերացումներ այդ հղիության մասին։ Ու բոլորիս չգիտես ինչի է թվում է, որ ամենաերջանիկ ու ամենափայլուն շրջանն է։ Իհարկե երջանիկ շրջան է, իրոք երջանիկ է, որովհետև դու գիտես, որ ինչքան ուզում ա դժվար լինեն այդ 10 ամիսները, դու միևնույն վերջում այդ հղիության արդյունքում մամա ես դառնալու։ Բայց այդ երջանկությունը ցավոք սրտի մեզանից չի տանում սրտխառնոցը, անքուն գիշերները, մարմնի տարբեր մասերի ցավերը ու մի շարք ուրիշ խնդիրներ։ Իմիջիայլոց անգամ 10 ամիսների մասին են մեր պատկերացումները սխալ, որտեղ բոլորից թվում է, որ դա 9 ամիս է, բայց 40 շաբաթը, եթե չեմ սխալվում, 10 ամիս է։ Հղիությունը ու ծննդաբերությունը մեր կյանքում այդ շատ կարևոր իրադարձություններից են։ Իմ կյանքում որ ամենակարևորներից։ Ու պետք չի ընդհանրապես երբեք ոչ մի բան նախորոք պլանավորել, որովհետև ամեն հղիություն յուրահատուկ է։ Իսկ հղի կանանց շրջապատող մարդիկ պետք է վերջապես հասկանան, որ հղիները ունեն ձեր լուռ ներկայության կարիքը, ունեն սիրո, հոգատարության, աջակցության կարիք, բայց դուք պետք է իրանց հանգիստ թողնեք, որ իրանց հղիության ընթացքում իրանք ինքնուրույն իրանց որոշումները կայացնեն։